Արտակարգ իրավիճակների կառավարման տեսանկյունից զուգահեռաբար կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխություններ են կատարվում ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա փրկարար ծառայությունում հստակ գործառույթային դիրքավորումներ ապահովելու համար։ Ոստիկանության եւ փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների 102-911-101 փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը Եվրոպական միության առավել տարածված եւ բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսումը դրական է գնահատվել նաեւ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։ 102-911-101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին եւ համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման եւ նաեւ շտաբ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը եւս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ։ Միաժամանակ արձագանքի ապահովման ժամկետների կրճատման նպատակով արդի ծրագրային եւ տեխնիկական լուծումներով կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը, ահազանգերի սպասարկումը կիրականացվի ըստ դրանց հրատապության եւ կարեւորության, ինչպես նաեւ կնախատեսվեն նոր մասնագիտացված ահազանգը սպասարկող հաստիկներ։ Ըստ էության վերջնարդյունքում մենք զանգի սպասարկումը ժամկետային տեսանկյունից կնվազեցնենք մինչեւ 10 վայրկյան։ Իսկ արձագանքի միջին տևողությունը 10 րոպե մինչև։ Նախագծերը համաձայնեցված են շահագրգիռ մարմինների հետ, կխնդրեմ հավանություն տալ եւ եթե հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ դրանց։ Շնորհակալ եմ։ 3 հարց, պարոն Մկրտչյան։ Ասացիք 102, 911 եւ 101 համարներն են այսօր գործողության մեջ եւ դրանք կփոխարինվեն 112 հեռախոսահամարով։ Իսկ ճիշտ չի ավելի կամ կարող է այդպես է նախատեսվում, որ քան դեռ մենք 102-911-101-ը չենք հանել շրջանառությունից, գործողության մեջ դնենք նաև 112-ը, որը կլինի 4-րդ կիրառելի հեռախոսահամարը, նախ մարդիկ կսովորեն այդ 4-րդին, հետո այդ ժամանակահատվածում նաև այն գործող 3-ը կվերահասցեագրվեն, հետո երբ որ այդ 3-ը հանվեն շրջանառությունից, 4-րդը կշարունակի մնալ ուժի մեջ եւ կխնդրեմ նաև երկու բարձաբանում դրա հետ միասին։ Ասացիք, որ զանգը կսպասարկվի 10 վայրկյանում, իսկ արձագանքը կլինի մինչև 10 րոպեում։ Այսօր այդ ցուցանիշները ինչպիսին են, որ հասկանանք, թե այս փոփոխության արդյունքում ինչ արագություն է ավելանալու եւ զանգերի սպասարկման եւ արձագանքի հարցում։ Խնդրեմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, հենց այդպես էլ պատրաստվում ենք անել, այսինքն 112-ը կգործարկվի, մնացած համարները զուգահեռաբար կմնան ֆունկցիոնալ, ուղղակի այդ զանգերը ինքնաշխատ կտեղափոխվեն բնականաբար 112-ին, իդեպ այս պահին 101-ը գործող համար է, բայց նույն կարգավիճակով կլանված է 911-ի մեջ, ինքը բավականին հին համար է, եւ իրազեկման արշավներ կիրականացնենք քիչ-քիչ քաղաքացիներին տեղեկացնելով, որ այս համարները այլևս սկսելու են չգործել եւ ինչ որ մի պահից դրանք կդադարեցնենք։ Այսօրվա զանգի սպասարկում ասելով ես նկատի ունեմ, երբ որ զանգը վերցվում է, ինքը միջինում 18 վայրկյան է, բայց այստեղ մի փոքր նաև ավելի վատ իրավիճակ էլ ունենք, եթե վերցնում են, իսկ շատ դեպքերում դրանք մոտավորապես 25-30%-ն են կազմում, երբ որ զանգը ուղղակի չի հասցվում պատասխանվի եւ հետո հետադարձ զանգ է կատարվում, այստեղ արդեն բավականին տևական ժամանակ է փաստացի ստացվում։ Իսկ միջին այս պահին արձագանքի տևողությունը 23 րոպե է։ Իհարկե սա եթե նկատի ունենանք, որ անտառային ինչ որ տարածքում բավականին մեծ ժամանակահատված պահանջող ամենաբարձր ժամկետի հետ համադրված միջին ժամկետը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Այլ հարցեր, պարոն Թորոսյան։ Շնորհակալություն։ Ես մի առաջարկ ունեմ, հատկապես որ պարոն Մկրտչյանը անդրադարձավ մի այդպիսի դեպքի, իսկ չի լինի ընդհանրապես չմտածենք այդ համարները հանելու մասին, եթե դա մեծ ֆինանսական եւ տեխնիկական միջոցներ մեզնից չի պահանջելու, որտեղ այնուամենայնիվ նույնիսկ մեկ զանգը կարող է կարևոր լինել ինչ որ մի օր ապագայում, եւ երկրորդն էլ 911-ը այնուամենայնիվ հյուսիսային Ամերիկան ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ համարն է, մենք այնտեղից էլ ենք շատ զբոսաշրջիկներ ունենում, հայրենակիցներ ունենում, որոնք կարող է 112-ին այդքան էլ ծանոթ չեն, որ ավելի եվրոպական մոդելն է։ Եթե
մեծ ծախսեր չի պահանջում ֆինանսական եւ տեխնիկական, ես առաջարկում եմ ընդմիշտ թողնել առնվազն տեսանելի ապագայում այդ բոլոր համարներն էլ աշխատեն եւ հեռահաղորդակցավորված մնան նոր համարի վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Տորոսյան, ըստ էության մենք հստակ ժամկետ չենք նախանշել դրանք հանելու եւ մեր պլանը այնպեսին է, որ դրանք հանել շրջանառություն, երբ որ դրանց անհրաժեշտությունը կարծես թե կվերանա։ Եվ հա բնականաբար գործելու են եւ մեր սպայի դիտարկումները ծախսի հետ կապված խնդիրներ չունենք։